քննարկումներ են, դատաքննությունները, ինչ տպավորություն ունեք եւ արդյոք մինչեւ հուլիսի 4-ը հնարավոր է ավարտել։ Հուլիսի 4-ը։ Մենք պարտավոր ենք մինչեւ հուլիսի 4-ը ավարտենք այս խիտ ռեժիմով աշխատանքը, լարված աշխատանքը, դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչեւ հուլիսի 4-ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք։ Պարոն Դիլանյան, Գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրել։ Ամբողջ լիստն է այսօր դրամփականցնելու։ Չէ, միայն այդ գաղտնի փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, միայն այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար մի փուլը, մի հատված է դատավարության փակ դռների հետևում է լինելու։ Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու եւ դատավորները վերջ։ Պարոն Դիլանյան, երեք Սեդա Սաֆարյանի հարցից հետո դիմողները հայտարարեցին, որ քաղաքական հայտարարություններ են հնչում բարձր դատարանից, դուք ինչպես կգնահատեք։ Ես արդեն իմ գնահատականը տվեցի նիստի ժամանակ, եթե հիշում եք։ Ես ասացի, որ դատավորի պաշտոնեգործի հանգամանքները բարձելու պարտականություն ունի եւ լիազորություն ունի սահմանադրական դատանի մասին օրենքի համաձայն եւ դա նշանակում է, որ դատավորը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում process-ում։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ հաջողություն։ Մոդել անցնելու դա անձնագրերին է վերաբերում։